Խնդիրը շատ ավելի խորքային է եւ սկսվում է 2013 թվականից։ Թուրքիայի ներգրավվածությունը ընդհանրապես Սիրիայի ներքին գործերին միշտ էլ եղել է թուրքական արտաքին քաղաքական օրակարգում մի քանի տասնամյակ, դեռ 80-ականներից, երբ Քրդստանի բամբարական կուսակցության գլխավոր ռազմական հենակետերը հենց Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում էին եւ Սիրիայի այն ժամանակվա ղեկավարությունը դա օգտագործում էր որպես ճնշման թուղթ Թուրքիայից ջրային պաշարների հարցում զիջումներ կորզելու, ինչպես նաև Թուրքիա-Սիրիա մշտապես լարվածության մեջ գտնվող հարաբերությունների հարցում դերակատարում ունենալու առումով բնականաբար Թուրքիան էլ իր հերթին էր այդ տարբեր ճնշման խաղաթղթեր օգտագործում։ Իրավիճակը լարվեց Սիրիայի այսպես կոչված արաբական գարնան ժամանակ 2011-ին, երբ Էրդողանը անձամբ կանգնեց եւ 24 ժամվա մեջ 180 աստիճան իր քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ պաշտոնապես փոխեց, երբ մեղրամսային հարաբերությունների մեջ էին գտնվում Սիրիայի այն ժամանակվա նախագահ Բաշար Ասադի հետ եւ խաղաքարտերը սկսեցին բաց ցուցադրել, որովհետեւ դեռ 2009 թվականից սկսած, երբ դեռ այդ քաղաքացիական պատերազմը Սիրիայում չէր սկսվել, Թուրքիան ստեղծել էր տերորիստական եւ վարձկանների ջոկատների տարբեր բջիջներ եւ ցանցեր Սիրիայի հյուսիսում, որոնք բնականաբար ակտիվացան 2011 թվականից հետո եւ ամբողջ 13 տարի, 14 տարի մինչեւ օրս շարունակում են իրենց լրջագույն դերակատարում ունենալ Սիրիայի եւ դեմոգրաֆիական, ժողովրդագրական եւ ներքաղաքական խոհանոցի խաղաքարտերը խառնելու գործում։ 2013 թվականին տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, այն է քրդական զորամիավորումների կոնսոլիդացիան ամերիկյան միջնորդությամբ մեկ ընդհանուր դրոշի ներքո այսպես կոչված իսլամական պետության տերորիստական խմբավորման դեմ զինյալների դեմ պայքարի գործում։ Այդտեղից է, որ պետք է սկսենք եւ հասկանանք, թե այսօրվա Սիրիայում ինչու է Թուրքիան այդքան տագնապած եւ ինչու է բարբերաբար պատվիրակություններ ուղարկում Սիրիա եւ որն է խնդիրը։ Ես բազմից եմ ասել եւ իմ բոլոր վերլուծականներում շեշտել եմ, որ թե մեծ մերձավոր արևելքում, թե տարբեր այլ շրջաններում հակամարտությունների կարգավորման բանալին գտնվում է հենց Սիրիայում եւ մասնավորապես քրդական գործոնի պասիվացման կամ դեպասիվացիայի պատճառով։ Ինչ խնդիր է դրված։ Քրդերը ինչ հեռանկար պիտի ունենան այս տարածաշրջանում։ Թուրքիան ունի հստակ նպատակ, որ Սիրիայի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ամբողջ շրջանները, որոնք հիմնականում քրդաբնակ են եւ Թուրքիայի սահմանակիցն են, ունեն անվերապահ աջակցություն, եթե չասեմ, նույն Քրդստանի բամբարական կուսակցության սիրիական մասնաճյուղն են կամ ֆիլիալն են։ Հետագայում երբ 13 թվականին ձևավորվեց այդ Սիրիայի դեմոկրատական ուժերը, հիմնականում քրդական ուժերից բաղկացած, սա այն գլխավոր մտավախությունն է, գլխացավանքը Թուրքիայի համար, որովհետև գտնվում է հենց սահմանին եւ սպառում է ըստ պաշտոնական Անկարայի Թուրքիայի տարածքային ամբողջությանը եւ ինքնիշխանությանը։ Թուրքիան 2016 թվականից գիտակցելով այս ամբողջը փորձեց մեկ-երկու նախաձեռնությամբ քրդական հարցին Թուրքիայի ներսում լուծում տալ, հույս ունենալով, որ դա նաև կտարածվի Սիրիայում քրդական քարտեզի վերախմբագրմանը եւ հենց Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելուն։ Չհաջողեց, որովհետեւ տարիների ընթացքում ժամանակը ցույց տվեց, որ քրդերը ցուցաբերեցին կամային բարձր հատկանիշներ, թե ֆիզիկական, թե զինված ուժերի մակարդակով իրենց մարտունակությունը շատ բարձր էր եւ դաշնակցեցին Միացյալ Նահանգների եւ Արևմտյան բլոկի դաշնակիցների հետ եւ ցույց տվեցին, որ այստեղ կարող են իրենք դառնալ գործոն, որը բոլոր ժամանակներում եղել է գործիք, այս կամ այն իշխանության ձեռքին, բայց իրենք դարձան գործոն եւ այսօր այդ գործոնն է, որի հետ Թուրքիան հաշվի չի նստում եւ չի ուզում ընդունել, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը, այսինքն քրդերը, իրենց զինված ջոկատներով, բանակով կարելի ասել, բանակով այսօր Սիրիայի դեմոկրատական ուժերի զինված ուժերը, եթե կարելի ասել, շատ ավելի մարտունակ է եւ շատ ավելի պրոֆեսիոնալ եւ շատ ավելի լուրջ
արդի տեխնոլոգիաներին է տիրապետում, քան սիրիական բանակը, որ հավասարվեց գետնին բառիսպուն իմաստով իսրայելական պարբերական ռմբակոծությունների հետևանքով 2024 թվականի դեկտեմբերի 8-ից սկսած։ Չեն հասնի հաջողության, որովհետև անկախ փաստից մարտի 10-ին Մազլում Աբդին, Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարը գեներալ Աբդին եւ Սիրիայի անցումային նախագահ Ահմադ Ալ-Շարա կնքեցին համաձայնություն եւ ընդգծվեց հստակ ճանապարհային քարտեզ, որ մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը պետք է տեղի ունենա կառույցների ինտեգրացիա, այսպիսի արտահայտություն կա, խոսքը վերաբերվում է այդ քրդական ուժերի տիրապետության տակ գտնվող եւ զինտեխնիկայի եւ զինված ուժերի համարկմանը կամ ինտեգրացիային Սիրիայի ընդհանուր բանակին, կառավարական բանակին, որի փոխարեն խոստանում էին, որ քրդերին պետք է տրվի լոկալ մակարդակի ինքնավարություն, լեզվամշակութային, կրթական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշակի առավելություններ եւ ինքնավարության ցածր աստիճան, այսպես ասեմ։ Սա ամերիկյան հովանավորություն վայելող ծրագիր էր, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա շատ ժամանակավոր է եւ ամենևին էլ քրդերը տրամադրված չեն ունենալ գրեթե ստատուս քվոյի այն կարգավիճակը, որ մինչև 2013 թվականները, այսինքն իրենք ստանան այս ամբողջ process-ից ընդամենը լեզվակրթական կամ լեզվամշակութային ինքնավարություն։ Քրդերի քաղաքական ամբիցիաները շատ հստակ են, շատ բարձր են, իրենք պահանջում են ապակենտրոնացված կառավարում, de facto ֆեդերալիզացիա, դաշնային պետություն, ինչպիսին Իրաքում է, այսինքն Իրաքի հյուսիսում գոյություն ունի Քրդստանի ռեգիոնալ կառավարում, ինքնավար շրջան, նույնը պահանջում են բնականաբար Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում, մի շարք պատճառներով այդտեղ կենտրոնացված է Սիրիայի նավթագազային ռեսուրսների ավելի քան 70%-ը, ամենաբերի գյուղատնտեսական առումով հողերն են, Եփրատի եւ Տիգրիսի, այսինքն եւ խմելու ջրի եւ ոռոգման ջրի, ինչի պակասուրդը զգում է ամբողջ արևելքը եւ Սիրիան հատկապես, գլխավոր գետերը այդտեղով են անցնում, ռազմավարական նշանակության տարածքներ են, որոնք սահմանակից են Իրաքին, ինչպես նաեւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, եթե հաշվի առնենք Սիրիայի հարավային հատվածում Իսրայելի ազդեցության տակ անցնելը, այսպես կոչված Դավթի միջանցքի միջոցով, Իսրայելը ուղիղ կապ է կարողանալու հաստատել նաեւ Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում այդ քրդական ղեկավարման տարածքների հետ, ինչը բնականաբար անհանգստացնում է սալաֆիստական, վահաբիստական ուղղվածության ղեկավարությանը Սիրիայում, որի գլխավոր աջակից է հենց Թուրքիան։ Այստեղ տեսեք խնդիրը ոչ թե թուրքական անվտանգային բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական այցերն են Սիրիա, ինչու են այցելում Սիրիա կամ Սիրիայի հետախուզության արտաքին հետախուզության ամբողջ ապարատը երկու օրը մեկ Անկարայում է այսպես կոչված խորհրդակցությունների։ Թուրքիան ռազմաբազաներ է ուզում ստեղծել Սիրիայում, բայց Իսրայելը թույլ չի տալիս։ Խնդիրը մեկն է ընդամենը զսպել քրդերի ախորժակը, որպեսզի նրանք որևէ առավելություն չունենան քաղաքական եւ անվտանգային որոշումների ընդունման առումով հենց Սիրիայում։ Հենց Ահմադ Ալ-Շարա այցելեց Սպիտակ տուն, Վաշինգտոն, բոլորին թվում էր, որ ամերիկյան վարչակազմը Սպիտակ տունը կայսերի օրենքը չեղարկեց, չեղյալ հայտարարեց, որը հստակ պատժամիջոցներ էր սահմանում Սիրիայի նկատմամբ, ամերիկյան ներդրումների այսպես հոսքի դեպի Սիրիա կոչ արեց, բոլորին թվաց, որ քրդական խնդիրը լուծվելու է, այնինչ իրականում Միացյալ Նահանգների շահերից չի բխում քրդական խաղաթուղթը բաց թողնել ձեռքից եւ դրանով հզորացնել Թուրքիային, որովհետև Թուրքիան այս տարածաշրջանում որքան էլ ունենա կենսական ռազմավարական շահեր, որքան էլ նա լինի ՆԱՏՕ-ում 4-րդ բանակը, բոլորը ասում են երկրորդ, բայց իրականում 4-րդ բանակն է, որքան էլ լինի այս տարածաշրջանում ամերիկյան պլացդարմ եւ ամերիկյան գլխավոր դաշնակիցը Իսրայելի հետ միասին այս տարածաշրջանում, այդուհանդերձ Վաշինգտոնը շատ լավ հաշվարկում է միջնաժամկետ եւ երկարաժամկետի ռազմավարական ծրագրեր մերձավոր արևելքում եւ հասկանում է, որ Թուրքիայի
ռազմաանվտանգային ախորժակը միշտ պետք է զսպել եւ զսպման միակ զսպաշապիկը այս տարածաշրջանում քրդերն են, որոնք հենց ամերիկյան բանակի անվտանգային հետախուզական ստրուկտուրաների կամ կառուցվածքների միջոցով վերապատրաստվեցին եւ լրջագույն դերակատարում են ունեցել Սիրիայի նվազագույնը հյուսիսարևելյան հատվածը, Իրաքի հյուսիսային հատվածը իսլամական պետության տերորիստական ջոկատներից մաքրագործելու հարցում, էլ չեմ խոսում փաստի մասին, որ միջազգային դիվանագիտական տեսանկյունից քրդերը այսօր ունեն շատ ավելի մեծ առավելություն, քան Սիրիայի այսպես կոչված պաշտոնական իշխանությունը, որին ծափահարում են կամ ինչ-որ Ելիսեյան պալատ են հրավիրում, ընդունելություն են ցուցաբերում կամ Դոնալդ Թրամփը ծաղրելու եւ նվաստացնելու ժեստեր է անում, օծանելիք փչելով Սիրիայի նախագահի վրա, ակնարկելով, որ քո վրայից տերորիստի հոտ է գալիս, այդուհանդերձ մեր շահերը այժմ պահանջում են պահել բալանսը, այս բոլորը բնականաբար չի կարող չանհանգստացնել Թուրքիային, որի գլխավոր խնդիրը Սիրիայի հյուսիսային ամբողջ գոտին բուֆերային գոտի դարձնելն է, իր ազդեցության գոտի դարձնելն է եւ քրդական գործոնը չեզոքացնել այս տարածաշրջանում, շատ լավ հասկանալով, որ դա վարակիչ ազդեցություն է ունենալու բուն Թուրքիայում, Թուրքիայի ֆեդերալիզացիայի ուղղությամբ արվող քայլերի առումով։